Համաշխարհային կերպարվեստում կան գործեր, որոնք ծանոթ են նույնիսկ այն մարդկանց, որոնք արվեստասեր չեն ու ընդհանրապես կապ չունեն արվեստի հետ։ Ասենք, դժվարանում եմ պատկերացնել որևէ մեկին, որը ոչինչ չգիտի Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի մասին, կամ գոնե չի տեսել այդ նկարը որևէ գրքում, հեռուստատեսությամբ կամ գովազդում։ Մոնա Լիզայի պես հանրաճանաչ ու հնչեղ գործեր էլի կան։ Դրանցից մեկը Հովհաննես Այվազովսկու 9-րդ ալիքն է։ Բայց թերևս որքան էլ հայտնի է այս գործը, այնուամենայնիվ միշտ չէ ու բոլորը չէ, որ գիտեն այս նկարի ստեղծման պատմությունը, ունեցած հաջողությունները եւ նույնիսկ գտնվելու վայրը։ Վերջինը շատ հստակ փաստերի հիման վրա եմ ասում, որովհետեւ կար ժամանակ, երբ ես աշխատում էի ազգային պատկերասրահում ու այցելուներից շատ-շատերը թանգարան մտնելիս առաջինը հարցնում էին, թե որտեղ է Այվազովսկու սրահը, եւ հիմնականում նրա 9-րդ ալիքն էին փնտրում։ Իսկ թե որտեղ է իրականում 9-րդ ալիքը կտավը ու ինչպես է Այվազովսկին այն ստեղծել եւ թե ինչու է այսքան հայտնի ու ճանաչված նրա հենց այս աշխատանքը, կպատմեմ քիչ անց։ Իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել ալիքին բաժանորդագրվելու, տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու եւ հնարավորության դեպքում ալիքին նյութապես աջակցելու մասին, թե ինչպես աջակցել, ամեն ինչ գրված է տեսանյութի ներքևում։ Հիշեցնեմ, որ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական եւ նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ու շատ զգացված։ Եվ այսպես 1837 թվականին Հովհաննես Այվազովսկին գերազանց ավարտում է Պետերբուրգի կայսերական գեղարվեստի ակադեմիան։ Կրթական այս հաստատությունը ուներ հրաշալի մի ավանդույթ, ըստ որի ամենատաղանդավոր շրջանավարտներին գործողում էր Իտալիա մասնագիտանալու եւ վարպետանալու համար։ Այս մասին ես արդեն պատմել եմ իմ Այվազովսկին եւ Իտալիան այս տեսանյութում, որը առաջարկում եմ դիտել, եթե դեռ չեք հասցրել դա անել։ Այվազովսկին բնականաբար ակադեմիայի տաղանդավորների մեջ էր եւ 1940-ին նրան սպասվում էր մեծ ճամփորդություն դեպի Եվրոպա։ Երիտասարդ նկարիչը հենց այդ տարի շրջում է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում։ Վերադարձի ճանապարհին շոգենավը ուժգին փոթորկի մեջ է հայտնվում։ Բավական երկար ժամանակ ոչ մի լուր չեն ունենում նավից ու անձնակազմից։ Եվ դա այնքան երկար է տևում, որ շոգենավը համարում են խորտակված, նույնիսկ թերթերը գրում են հայտնի նկարչի վախճանի մասին։ Որոշ ժամանակ անց փոթորկից տուժածները ափ են դուրս գալիս Իսպանիայում, որտեղ Այվազովսկին մատիտով բազմաթիվ ուրվանկարներ ու գծանկարներ է կատարում, պատկերելով ափամերձ քաղաքների, առանձին շինությունների ու նույնիսկ ցլամարտի տեսարաններ։ Այստեղ նա գնում է կամ միգուցե նվեր է ստանում մոտոդորի կամ ցլամարտիկի հագուստ։ Իդեպ գեղանկարիչ Վասիլի Շտերնբերգը նկարում է Այվազովսկուն այդ հագուստով ու իսպանացու կերպարով։ Այդ ջրաներկ դիմանկարը այժմ պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Եվրոպական այս բուռն ու բեղուն շրջագայության ընթացքում Այվազովսկին հասցնում է նկարել ավելի քան 50 աշխատանք, որոնց մեծ մասը մնում է Եվրոպայում։ Իսկ այս փոթորկի ընթացքում ստացած տպավորություններն ու ապրումները հետագայում արտացոլվում են նրա մեծ ու ծավալուն աշխատանքներում։ Դրանցից ամենահայտնին 9-րդ ալիքը Այվազովսկին նկարում է ճամփորդությունից տարիներ անց 1850 թվականին իր հայրենի Թեոդոսիա քաղաքում։ Բանն այն է, որ մինչ այս նկարը ստեղծել է եւ նույնիսկ մինչեւ իր եվրոպական ճամփորդությունը Այվազովսկին իր ծանոթ նավաստիներից լսել էր լեգենդ 9-րդ ալիքի մասին։ Նավաստիները նրան պատմել էին, թե փոթորկի ժամանակ ինչպես են ալիքները աստիճանաբար բարձրանում ու դրանցից ամենատարածվածն ու ամենաբարձրը կարողանում էր նավեր խորտակել։ Եթե հանկարծ որոշ նավերի հաջողվում էր ճեղքել ու հաղթահարել այդ ալիքը, ապա այդ դեպքում ապրելու հույս էր արթնանում, որովհետև տարերային այդ վերելքին հաջորդում էր մարումը։ Դրանից հետո բոլոր ալիքները սկսում էին կամաց-կամաց թուլանալ։ Ըստ նավաստիների աշխարհի բազմաթիվ երկրներում տպավորիչ չափսերով ամենահզոր այդ ալիքը անվանում են 9-րդ ալիք, թեև ասում են, որ հին հույները այն կոչում էին 3-րդ, իսկ հռոմեացիները 10-րդ ալիք։
Այսօր 9-րդ ալիքը արվեստում դարձել է գեղարվեստական կերպար, որը խորհրդանշում է մահացու վտանգը, ահռելի անդիմադրելի ուժի ամենաբարձր վերելքը։ Այվազովսկին իսպանական ուժեղ փոթորկի մեջ հայտնվելով իր աչքով տեսել էր, թե ինչ է իրականում 9-րդ ալիքը։ Մի քանի հոգով մի կերպ փրկվել էին ու տախտակամածից կառչած լողացել դեպի ափ։ Մոլեգնող փոթորիկը իր կյանքի ճակատագրական այս պահն ու բոլոր զգացողությունները նա կտավին հանձնել էր հիշողությամբ։ Առհասարակ Այվազովսկին իր բոլոր աշխատանքները հիշողությամբ է նկարել։ Նա իրականում տեսել է պատկերը, ուշադիր նայել բնության յուրաքանչյուր դրսևորումներին, արագ ուրվագծեր է արել, ինչպես նաև գրառումներ, գրել է, թե ասենք ամպերը ինչ գույնի են, ծովն ինչպիսին է, լուսնին ինչպիսին է եւ այլն։ Հետո արվեստանոցում կտավի վրա վերարտադրել էր իր տեսածը, զգացածը, գրառածն ու ուրվագծածը։ Այվազովսկին անհնար էր համարում բնական երևույթները նկարել բնօրինակից, քանի որ դրանք անընդհատ փոխվում են։ Կենդանի տարերքի շարժումները վրձնի համար աննկատելի են, վստահեցնում էր նկարիչն ու գործի դնում իր հիշողությունը։ Անկախ բնօրինակի բացակայությունից, այնուամենայնիվ Այվազովսկու պատկերած 9-րդ ալիքը շատ իրատեսական է ստացվել։ Ծովի ու երկնքի տարերքը պատկերել է իր ողջ վեհությամբ։ Սա հզոր ուժի եւ մարդկանց միջև բախման մի տպավորիչ տեսարան է։ Նավաստիները փորձում են կառչել նավի բեկորներից եւ ողջ մնալ։ Նկարիչը հսկա ալիքների կողքին մարդկանց պատկերել է շատ փոքր, որով փորձել է ընդգծել նրանց անօգնականությունը։ Թեև այդ փոքր չափսերի պարագայում էլ նա մանրամասնորեն պատկերել է նրանց սարսափած դեմքերն ու հագուստի բոլոր դետալները։ Նկարիչը ալիքների շարժումը ներկայացրել է կոմպոզիցիայի միջոցով։ Նավակը նավարկում է ձախ անկյունից դեպի աջ անկյունը, այնտեղ, որտեղ ծովն ու երկինքը հանդիպում են։ Այվազովսկին տարերքի վեհությունը փոխանցել է գույնի միջոցով։ Գունային լուծումները տարբեր են այստեղ։ Եթե ձախ կողմում կան խոշոր ծավալային ամպեր, ապա աջ կողմում դրանք ծածկված են օդային շղարշի տակ։ Երկնքի ու ծովի միջև գիծը գրեթե չի երևում։ Հետևում հայտնված արևի ճառագայթները ցրում են մառախուղը եւ հույս տալիս, որ մարդիկ փրկվելու են։ Փրկվելու են այնպես, ինչպես դա հաջողվել էր կտավի հեղինակին։ Չնայած իր մեծ չափսերին, 3-2 մետրի վրա, Այվազովսկին 9-րդ ալիքը ավարտել է ընդամենը 11 օրում։ Ընդհանրապես նա անսովոր արագ աշխատող նկարիչ էր, նկարում էր արագ եւ շատ։ Պատահական չէ, որ նրա ստեղծած նկարների թիվը հատում է 6000-ը։ Իդեպ ժամանակին գրող Ֆյոդոր Դոստոևսկին Այվազովսկուն համեմատել էր գրող Ալեքսանդր Դյումա ավագի հետ, որը նույնպես հայտնի էր իր բեղուն ու արդյունավետ գրչով։ Դոստոևսկին առհասարակ բարձր գնահատելով Այվազովսկու տաղանդը գրել էր. Այվազովսկու փոթորիկը եւ Պատորիայում կտավը ապշեցուցիչ լավն է, ինչպես նրա բոլոր փոթորիկները։ Այստեղ նա վարպետ է, մրցակիցներ չունի, նրա փոթորկի մեջ կա հափշտակություն, այն հավերժական գեղեցկությունը, որով դիտողին զմայլում է կենդանի իսկական փոթորիկը։ Այո, Այվազովսկին իրոք վարպետ էր ու մրցակիցներ հաստատ չուներ։ Պատահական չէ, որ ծովանկարչի գույներով զմայլված ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը Մեկենաս Պավել Տրետյակովին ուղված նամակներից մեկում գրել է. Այվազովսկին հավանաբար ունի ներկեր ստեղծելու գաղտնիք։ Ես երբեք նման պայծառ ու մաքուր երանգներ չեմ տեսել նույնիսկ դեղատների դարակներում։ Իսկ մեկ այլ ոչ պակաս հայտնի նկարիչ Կարլ Բրյուլովը, նայելով 9-րդ ալիքին, խոստովանել էր, թե այս նկարին նայելիս աղի համ է զգում բերանում։ 9-րդ ալիքը ցուցադրվեց Սանկտ Պետերբուրգում հենց ստեղծման տարին 1850 թվականին եւ միանգամից գլուխգործոց ճանաչվեց ցուցահանդեսի առաջին իսկ օրը։ Այվազովսկու այս կտավը ձեռք բերելու համար պայքարում էին պատկերասրահի սեփականատեր Մեկենաս Պավել Տրետյակովն ու կայսր Նիկոլայ I-ը։ Բար չէ կռահել, թե ով հաղթեց այս պայքարում։
Նիկոլայի առաջինն ընդհանրապես բաց չէր թողնում Այվազովսկու գործերը գնելու հնարավորությունը ու մշտապես հովանավորում էր նրան։ Իդեպ նկարիչ Կիրիլ Լեմոխն իր հուշերում գրում է, թե իբրև Նիկոլայ առաջինը մի անգամ հիացած նայելով մեծ ծովանկարչի հերթական կտավին ասել էր. «Այվազովսկի, ես երկրի ու ցամաքի թագավորն եմ, իսկ դու ծովի»։ Նիկոլայ առաջին կայսրը 9-րդ ալիքը գնեց ու նվիրեց Էրմիտաժին, սակայն երբ 1898 թվականին բացվեց Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանը, այդ ժամանակ 9-րդ ալիքը հայտնվեց այնտեղ, դառնալով ոչ միայն Այվազովսկու, այլ նաև ռուսական թանգարանի այցեքարտը։ Այվազովսկու 9-րդ ալիքը նկարի ծնունդից անցել է 175 տարի, սակայն մինչ օրս արվեստի այս շքեղ գործը տեսնելու համար մարդիկ հերթեր են կանգնում։ Այս պատկերը շարունակ հայտնվում է դասագրքերում, պատկերագրքերում, նամականիշների, բացիկների, հուշադրամների ու հուշանվերների վրա։ Շատ թանգարաններ են երազում այս կտավը հյուրընկալել ու ցուցադրել իրենց հարկի տակ, սակայն նկարն այսօր ծայրահեղ դեպքերում է միայն դուրս գալիս իր թանգարանից։ Վերջինը կարծեմ թե 2018-ին էր, երբ 9-րդ ալիքը հասավ Ծագող արևի երկիր։ Ճապոնիայի Ֆուձի պատկերասրահում նկարը ցուցադրվեց 60 օր։ Սա Ճապոնիա կատարած նրա երկրորդ այցն էր։ Առաջինի մասին պատմում է ռուսական թանգարանի փոխտնօրեն Եվգենիա Պետրովան։ Նա ասում է. «Մի քանի տարի առաջ ճապոնացիները խնդրեցին մեզանից 9-րդ ալիքը։ Այդ ժամանակ Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ էր եղել, եւ նրանք դիմեցին մեզ ասելով, որ այդ նկարը մարդկանց հույս է ներշնչում, ոգեշնչում է։ Այդ ժամանակ մեզ մոտ ցուցահանդես էր պատրաստվում նվիրված թանգարանի հոբելյանին։ Չենք ցանկանում այն հանել ցուցադրությունից եւ տալ նրանց, բայց ճապոնացիներն այնքան համոզիչ էին, որ մենք չկարողացանք նրանց մերժել։ Նրանք այս աշխատանքը ցուցադրեցին այնպես, ինչպես ցուցադրել էին Լեոնարդո դա Վինչիի նկարը, հատուկ ամբիոնի վրա։ Աստիճաններով դեպի նկարը տանող այդ արահետի վրա անծայրածիր հերթեր էին։ Մարդիկ նկարին նայելիս լաց էին լինում։ Ճապոնիայում երկրորդ ցուցադրության ժամանակ 9-րդ ալիքը ներկայացվել էր 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի մյուս տաղանդավոր նկարիչների Իվան Շիշկինի, Իլիա Ռեպինի, Իսահակ Լևիտանի եւ այլոց գործերի հետ։ Ցուցահանդեսն ունեցել էր ավելի քան 300,000 այցելու։ Ցուցահանդեսից հետո Ֆուջի թանգարանի աշխատակազմը հարցում էր անցկացրել այցելուների շրջանում, ճշտելով, թե վերջին 30 տարիների ընթացքում իրենց թանգարանում ցուցադրված աշխատանքներից որոնք են ամենաշատ սիրվածն ու հիշելին։ Ճապոնացի արվեստասերները հարցաթերթիկում գրեթե միաձայն նշել էին Այվազովսկու 9-րդ ալիքը։ Սա այս կտավի հերթական հաղթանակներից մեկն էր եւ հերթական հաստատումն այն բանի, որ արվեստի իրական արժեքներն անմահ են, իսկ դրանց թողած ազդեցությունն ու զգացողությունները հավերժական։